Այն մարդիկ, ովքեր ցանկանում են վաճառել ապրանքներ Wildberries-ում, հիմա ձեզ տալիս եմ շատ կարևոր ինֆորմացիա, թե ինչ հիմնական քայլերով պետք է անցնեք ապրանքի ընտրությունից մինչև վաճառքի պլանավորումը։ Վիդեոն պահպանեք ձեզ մոտ կամ վերցրեք թուղթուգրիչ, նշումներ արեք, որպեսզի մինչև Wildberries մուտք գործելը ստուգեք, թե արդյոք կատարել եք այս բոլոր քայլերը։ Առաջի հերթին պետք է հասկանալ նիշան, թե որտեղ եք ուզում վաճառել ձեր ապրանքները, որից հետո ընտրել կոնկրետ ապրանք տվյալ նիշայում վաճառելու համար։ Հասկանալ մեկնարկի ցիկլ, այսինքն թե երբ պետք է մեր ապրանքները հասանելի լինեն մեր գնորդներին։ Եթե վաճառում եք հագուստ կամ կոշիկ, նաև պետք է կատարել գույների եւ չափսերի վերլուծություն, որպեսզի իմանաք, թե որ չափսից եւ որ գույնից ինչքան պետք է պատվիրել։ Դրանից հետո կատարում ենք մրցակիցների եւ թիրախային լսարանի վերլուծություն, որից հետո հաշվում ենք մեր յունիտ էկոնոմիկան, որպեսզի հասկանանք մեր բոլոր ծախսերը եւ ինչքան գումար ենք աշխատելու տվյալ ապրանքների վաճառքից։ Դրանից հետո պետք է հասկանալ, թե ինչքան ապրանք է պետք պատվիրել, ելնելով մեր բյուջեից եւ եթե ապրանքը սեզոնայնություն ունի, նաեւ սեզոնից, որից հետո պետք է գտնել մատակարար եւ կատարել դրանից բխող այլ գործողություններ, կազմել մարքեթինգային պլան, թե ինչ գովազդներ եք անելու եւ ինչքան գումար եք ծախսելու գովազդների վրա, հասկանալ սեզոնայնությունը ապրանքի, եթե ինքը ունի սեզոնայնություն, թե որ ժամանակահատվածում պետք է մուտք գործել եւ որ ժամանակահատվածում դուրս գալ վաճառքներից, իսկ եթե ինքը պայմանական ոչ սեզոնային ապրանք է, հասկանալ թե տարվա մեջ որ ժամանակահատվածում ինչքան գումար կարող եք վաստակել տվյալ ապրանքի վաճառքից։ Եվ վերջում կազմել վաճառքի պլան, որ հստակ պլանավորված վաճառքներ իրականացնեք, հատկապես սեզոնային ապրանքների դեպքում չստացվի այնպես, որ սեզոնը վերջանա ու այդ ապրանքները մնան ձեր վրա։